Գիրկովսե գլուխ 9. Մի ուրախանա, ով Իսրայել, ցնծությամբ ժողովուրդների պես, որ պոռնկություն արիր քո Աստծո դեմ, կապենք սիրեցիր ամեն ցորենիկալի վրա, կալը և հնձանը նրանց չի կերակրի, և քաղցուն պիտի ստե նրան. նրանք չեն բնակվի Տիրոջ երկրումը, այլ Եփրեմը ետ պիտի դառնա Եգիպտոս, և Ասորեստանում պիղծ բաներ պիտի ուտե. նրանք գինիի նվեր պիտի չմատուցանեն Տիրոջը, և նրան ընդունելի չեն նրանց զոհերը. սգավորների հացի պես են նրանց համար. նրա բոլոր ուտողները պիտի պղծվին, որովհետև նրանց հացը նրանց անձերի համար պիտի չմտնե Տիրոջ տունը. Ինչ է անելու տոնի օրը և Տիրոջ տոնախմբության օրը, որովհետև ահա գնում են կործանումիցը. Եգիպտոսը պիտի ժողովե նրանց, Մեմփիսը նրանց թաղե, նրանց ցանկալի արծաթեղենները եղինջը պիտի ժառանգե, փուշ պիտի լինի նրանց վրաններումը. եկան այցելության օրերը, եկան հատուցման օրերը, Իսրայելը պիտի իմանա, անմիտ է մարգարեն, խելագար ներշնչյալ մարդը քո անօրենության շատության և մեծ հակառակության համար. մտիկ է տալիս Եփրեմը իմ Աստծուն, մարգարեն որոգայթ է լարում նրա բոլոր ճանապարհների վրա. հակառակություն իր Աստծո տան մեջ, ապականվեցան, խրվեցան Գաբայի օրերի պես. նա պիտի հիշե նրանց անօրենությունը, պատժե նրանց մեղքերը. խաղողի պես կտա ես անապատումը Իսրայելին, թզենի առաջի երեխայրի պես տեսա ձեր հայրերին. նրանք եկան Բաալ-Փեգովր և իրանց նվիրեցին ամոթի ու պիղծ եղան իրանց սիրածին պես. Եփրեմի փառքը թռչնի պես պիտի թռչտե, ոչ ծնունդ, ոչ արգանդ և ոչ հեղություն պիտի լինի. թեև իրանց որդկանցը մեծացնեն, դարձյալ պիտի մարդից զուրկ թողեմ նրանց, որովհետև վայ էլ նրանց, երբ որ ես ետ քաշվիմ. Եփրեմը, ինչպես որ Տյուրոսը տեսա, տնկված էր զվարճալի տեղ, բայց Եփրեմը իր որդկանցը դուրս պիտի հանե սպանողի մոտը. տուր նրանց ով Տեր, ինչ պիտի տաս, տուր նրանց վիժողարգանդ և ցամաք ստինքներ, նրանց բոլոր չարությունը գաղգաղայումն է, որովհետև այնտեղ ատեցի նրանց իրանց գործերի չարության համար, նրանց արտաքսելու եմ իմ տանիցը, էլ չեմ սիրելու նրանց. նրանց բոլոր իշխանները ապստամբներ են, հարվածվեցավ Եփրեմը, նրանց արմատը չորացավ, պտուղ չեն տալու, թեև ծնեն էլ, նրանց արգանդի ցանկալիներին էլ պիտի մերձնեմ. նրանց մերժելու է իմ Աստվածը, որովհետև չլսեցին նրան, և թափառողներ պիտի լինեն ազգերի մեջ.